Հայ հեղափոխական դաշնակցության սիրտը օրդկում է ուզում, այն էլ բռնություններով ուղեկցվող ու մահվան ելքով։ Ինչպիսիք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք տեղի ունեցած հոկտեմբերի 27-ն էր, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո ազգային ժողովի, կառավարության շենքերի, կառավարության առանձնատան վրա գրողը, ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձը եւ այն զանգվածային անկարգություններն ու փսիխոզը, որը նկատենք կառավարվում եւ խրախուսվում էր երկրում իշխանությունը զավթել փափագող ընդդիմադիր հայտնի շրջանակների կողմից։ Դաշնակցության սրտի ուզածը նախորդային կայքերից մեկի տաղավարում խոստովանել է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի նախկին ներկայացուցիչ, Գերագույն մարմնի նախկին անդամ, այժմ էլ կամավորական շարժում հասարակական կազմակերպության նախագահ Հրանտ Մարգարյանը։ Այն ուզենք չուզենք կլինի, ոչ մի իշխանություն հավերժական չի։ Ես ցեզ մի բան էլ ասեմ։ Թվում է, որ իրանք անհաղթահարելի են, ամրացրել են իրանց տեղը, չեն գնում, արդեն 6 տարի է, 7 տարի է, հավատացեք, որ եթե մարդ մի քիչ հասարակական պատմություններին հետևել է, մի դեպք, մի հատ առիթ, մի հատ պատրվակ կարող է պատճառ դառնալ, որ ամեն ինչ փոխվի։ Դա եթե ժողովուրդը կազմակերպված չի, ցավոք սրտի, այդ ժամանակ դրան ասում են պորտկման ալիք։ Պորտկման ալիքով ես չէի ուզեն այս երկրի մեջ բան փոխվեր։ Բայց եթե ժողովուրդը կազմակերպված չի քաղաքականորեն, պորտկումն է, որ անխուսափելի է դառնում։ Իսկ պորտկումը երբ է կարող լինի։ Ոչ մենք ենք կարող դա կանխատեսենք, ոչ իշխանությունը։ Իհարկե, ես կուզեի, որ դա լիներ ընտրությամբ, կուզեի, որ դա լիներ քաղաքական ուժերի ծրագրված աշխատանքի արդյունքով, ղեկավարման արդյունքով, որպեսզի հետևանքները կառավարելի լիներ, ղեկավարելի լիներ։ Պորտկումը լավ բան չի, բայց պորտկումը անխուսափելի է դառնում, երբ անարտարություն այսքան մեծ է իր չափաբաժինը։ Եվ այդ պորտկումը հեղեղի պես կգշի, թացն ու չորը միասին կտանի, այսինքն այդ պորտկումը կարող է լինի նոր հոկտեմբերի 27, այդ պորտկումը կարող է լինի նոր Աստված ոչ անի։ Նոր մեկ ինչ է, որ հիշում եք մարտի 1-ը, մարտի 1 չէ, նոյեմբերի 9-ին, որ պայմանագիրը ստորագրվեց, դա պորտկում էր, չէ՞։ Դա պորտկում էր, չղեկավարված պորտկում էր։ Եվ դա կարող է հետևանքները մեզ համար լավ չլինի, հետևանքները, բայց ակտը կլինի սրբուչալ սրբոց։ Փաստորեն, եթե նախկին վարչապետ, ԱԺՄ-նախագահ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու կարգված Վազգեն Մանուկյանի համար հոկտեմբերի 27-ը մի խումբ ռոմանտիկների ձեռքի գործն էր, ապա Հրանտ Մարգարյանի համար ազգային ժողովի եւ կառավարության գլխատումը, ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձը պորտկում է կամ պորտկման ալիք, իսկ դրանց կրկնությունը սրբության սրբոց։ Ահա թե ինչպիսի սրբությունների դավանորդ կուսակցություն է ՀՅԴ-ն, որին անդամագրվելիս նկատենք, նորագիտները երդվում են ձեռքը զենքի վրա դնելով ու խոստանալով անհրաժեշտության դեպքում նույնիսկ կյանքի գնով ծառայել Հայաստանի եւ հայության ազատագրության դատին։ Նկատենք, որ Հրանտ Մարգարյանն այն անձն է, որին հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն իրականացրած Նաիրի Հունանյանը զանգահարել էր ազգային ժողովի դահլիճից։ Ինչպես իր ցուցմունքում պատմել է Մարգարյանը, ոճրագործն ասել է. «Հրանտ, ես եմ Նաիրին, գրավել ենք ազգային ժողովը, սպանեցի շանը եւ այս պահը պատմական է»։ Նաեւ առաջարկել. «Տղաներին վերցրու, եկեք այստեղ»։ Երկրում ամեն գնով իշխանությունը վերցնելու իր սևեռուն մտադրության մասին ՀՅԴ-ն հայտարարում է ոչ առաջին անգամ։ Ավելին, քանիցս այդ ուղղությամբ գործի է դրել ակտիվ ջանքեր, արել ձեռքից եկածը։ Հայրենիքի փրկության շարժում, դիմադրության շարժում, սրբազան շարժում։ Այս բոլոր փողոցային միջոցառումների ժամանակ ՀՅԴ-ն գլխավոր գործող սուբյեկտն էր։ Այլ հարց է, որ ժողովուրդը, ինչպես հարկն է, չպորտկաց, ի կատար ածելով ՀՅԴ-ի սրտի ուզածը հոկտեմբերի 27-ի ելքով։ Հիշեցնենք, որ հանրությանը պորտկման դրդելու ակտիվ ջատագովությամբ զբաղվում են նաև ոչ միայն գործող, այլև նախկին դաշնակցականներ, թեև ինչպես ասում են, դաշնակի նախկինը չի լինում։ 2018 թվականի հեղափոխությունից հետո ՀՅԴ-ից հեռացված ազգային ժողովի падգամավոր Աղվան Վարդանյանը դեռ 2023 թվականին էր 100 մինչև վերջ կանգնելու եւ կյանքը զոհելու պատրաստ տղամարդ, այն է մահապարտ հավաքագրում գործող իշխանության հարցերը լուծելու համար։
Դիմության դաշտում մենք ունենք այդ 100 մարդը, ավելին ունենք։ Ես վերջերս հիմա նշումներ եմ անում եւ 200-ից ավելի անուններ եմ գրել այդ մարդկանց։ Բայց այդ մարդիկ տարբեր տեղերում են, տարբեր կուսակցություններում են, տարբեր շարժումներում են, առանցին անհատներ են, դրանք եւ քաղաքական մարդիկ են եւ գործարարներ են եւ հոգեվորականներ են եւ մշակույթի գործիչներ են, ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ են։ Ես խորհրդակցեմ այդ իմ թղթի վրա գրված 200-ից ավելի անուններից 20-25-ի հետ եւ կհրապարակեմ բոլոր 200-ի անունները։ Ինչու, որ ինչ ցույց տակ։ Որ մենք ունենք մարդկային ռեսուրս եւ այդ մարդկային ռեսուրսը եթե մեկտեղվում է, եթե ներքին անհամաձայնությունները դրվում են մի կողմ, քանի որ խաղաղսեղանին Հայաստանի ու Արցախի ճակատագիրն է, եթե 100 մարդ կարողանում է կանգնել, ես վստահ եմ, որ դա շարունակություն ունենալու է։ Ինչպես ասեցի, տարբեր սոցիալական շերտեր ներկայացնող, այդ մարդիկ պիտի ենթարկվեն ոչ թե այս կամ այն կուսակցությանը կամ այս կամ այն խմբավորմանը, այս կամ այն նախաձեռնության, այլ զինվորական ռազմական ռեժիմով պիտի խնդիրը ձևակերպեն, գործողությունների ծրագիրը առաջարկեն եւ գնան մինչեւ վերջ։ Այս տարվա մարտին էլ նույն Աղվան Վարդանյանը հավատարիմ իր քնարին մի քիչ սվաղեց մահապարտների մասին իր խոսքը, միաժամանակ վերահաստատելով ավելի վաղ արած իր աղմկահարույց առաջարկն ուժի մեջ է։ Պարոն Վարդանյան, ձեզ այդպես էլ չհաջողվեց այս ընթացքում 100 մահապարտ գտնել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալելու համար։ Հազար անգամ խոսել եմ այդ մասին, մահավարտ բառը սխալ ընկալումը իմ մեղքը չի, դա լրագրողի ձևակերպումն էր, իմ նպատակը Նիկոլյան ազգային ժողովի ամբինից ասած իրեն վերացնելը չէր, իմ նպատակը 100 եւ ավելի պրոֆեսիոնալ ազգային պետական մտածողություն ունեցող եւ խնդիրը ձևակերպող ու լուծելու պատրաստ մարդկանց մասին եւ այդպիսի մարդիկ Հայաստանում հազարավորներն են, իմ ցանկում առնվազն 250 նման մարդ կա։ Բայց առ այսօր չի հաջողվել հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Դաշնակցական էնտուզիազմով իշխանությանն ամեն գնով վռնդելու մասին ամիսներ առաջ ազգային ժողովի բարձր ամբիոնից աղաղակում էր մեկ այլ նախկին դաշնակցական Ռուբիկ Հակոբյանը։ Եվ սահմանադրական կարգը, որպեսզի վերականգնենք, պահպանենք մեր իրավունքները, պետք է վռնդենք իշխանություններից ամեն գնով։ Ամեն գնով նշանակում է ապստամբել, ամեն գնով նշանակում է մահապարտների ջոկատներ կազմել եւ քշել իրենց։ Դրա համար ասում եմ, երեխան չեմ, հասկանում եմ ինչ եմ ասում։ Այո, մահապարտների ջոկատներ պետք է կազմակերպել եւ վռնդել սրանց իշխանությունից։ Ավարտում եմ խոսքս։ Իսկապես պետք է ազատվել նրանցից։ Կրկնում եմ ամեն գնով, դա մեր իրավունքն է։ Ամեն օր իրենց մնալը անպատվություն է։ Թե երբ է տեղի ունենալու դաշնակցական գործչի ասած պորտկումը կամ պորտկման ալիքը եւ որն է լինելու պատրվակը, առիթը ասել չենք կարող։ Փոխարեն ուզում ենք համոզված լինել, որ իրավապահ մարմինները կազմ պատրաստ են տերակտը սրբության սրբոց համարող քաղաքական խմբակների գործողությունները կանխարգելելու հարցում։ Նաև ծանոթ են Աղվան Վարդանյանի իմացած, բայց չհրապարակած մահապարտների 250 հոգանոց ցուցակին։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։